Քննեցեք ինքներդ ձեզ տեսնելու համար, թե նույն հավատքի մեջ եք, փորձեցեք ինքներդ ձեզ, չգիտեք, որ Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։ Երկրորդ Կորինթացիս 13:5 համար։ Սիրելի հավատացյալներ, այս խոսքերը Պողոս առաքյալն է ասել, որը շատ կարևոր է քրիստոնյաների համար սեփական անձը քննելու, մեր ներսը, մեր հոգին զգալու, տեսնելու համար մեր գործերը, թե արդյոք նույն հավատքի մեջ ենք, թե շատ հեռացել ենք ճշմարիտ քրիստոնեական հավատքից։ Ամենակարևոր բանը, որ պետք է ամեն մեկս որպես քրիստոնյա մեր կյանքում կանոնավոր կերպով մեր անձերը անենք, դա քննությունն է, ինքնակննությունը։ Արդյոք մենք հավատքի կյանքի մեջ թերանում ենք, թե ոչ։ Մեր մեջ ապրող Քրիստոսին արդյոք վտարել ենք մեր սրտից, թե ոչ։ Թե դեռևս ապրում ենք, թե Հիսուս ապրում է մեր սրտերում և հոգիներում։ Այս հարցերը մշտապես պետք է տանք ամեն մեկս մեզ, փոխարեն ինքներս մեզ քննենք, փոխարեն դա անենք, մենք շատ հաճախ զբաղվում ենք մեր դիմացինին, մեր եղբորը, մեր ազգակցին քննադատելով, մեր թանկագին ժամանակը վատնելով այլոց քննելու վրա, նրանց մեղքերը տեսնելու և մատնացույց անելու, մեր մեղքերը տեսնելու և սրբագրելու, այն խոստովանելու փոխարեն նախընտրում ենք տարբեր մարդկանց մեղքերը դատապետելու, նրանց պախարակելու, նսեմացնելու գործընթացը։ Դեռ ավելին, մենք մեզ համարում ենք սուրբ, համարում ենք անսխալական, իսկ մեր նմանին գնահատում որպես հանցագործ կամ մեղսավոր։ Այսպես անելով մենք ոչ թե ազատվում ենք մեր մեղքերից, այլ կրկնապատկում, հնգապատկում, տասնապատկում ենք մեր իսկ մեղքերը։ Եվ առաքյալը ասում է, թե նույն հավատքի մեջ չենք, ուրեմն, եթե նույն հավատքի մեջ չենք, ձախողվել ենք որպես քրիստոնյաներ։ Պատկերացնենք մի մարդ, որը ձախողել է իր պարտականությունների կատարման մեջ։ Ինչ պիտի անի այդ մարդը, որ վերականգնի իր ձախողված գործը, նախ պիտի գտնի սեփական անձի թույլ կողմերը, ճիշտ գնահատի իրականությունը, սեփական կարողությունը և տկարությունները և փորձի վերականգնել ձախողման հետևանքները։ Այսպես է նաև մեր հոգևոր կյանքը, սիրելի հավատացյալներ։ Եթե տեսնում ենք մեր կյանքի պտուղը քիչ է կամ չկա, այսինքն որպես քրիստոնյա ձախողվել ենք, շեղվել ենք Աստծո ճշմարիտ հավատքից, պիտի անցնենք հոգևոր պրոֆիլակտիկ վերականգնողական միջոցի, հոգևոր վերականգնումը դա բոլորս գիտենք, բայց քիչ ենք անում ապաշխարության միջոց ունենանք։ Առաքյալը ասում է, որ որևէ չար բան չանենք, այլ ապաշխարենք մեր մեղքերը, մաքրվենք դրանցից, մաքուր պահենք մեր հոգին, եթե այդպես չանենք, մեզ վրա կգա Աստծո արդար զայրույթը։ Մեղավորը արժանի է իր պատժին, սա օրենք է աստվածային։ Այն մեղքը, որը չի գտել ապաշխարություն, մաքրություն, ենթակա է պատժին։ Մենք ամեն օր տեսնում ենք սա, բայց ամեն օր տեսնելով սա, մեր աչքերը փակում ենք այս ճշմարտության վրա և չենք շտկվում, չենք ուղղվում, դարձի չենք գալիս։ Աստծո միակ փափագն է մեզ տեսնել ապաշխարության մեջ, ասում է առաքյալը։ Պողոսը հուսալով աղոթում է, որ
կորընթացիները զորեղ լինեն հավատքի մեջ, հավատի մեջ լինեն կատարյալ, լինեն սուրբ և լինեն ամուր։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ձգտենք կատարելության, մեր քրիստոնեական պարտքն է ձգտել հասնել հավատի մեջ կատարելության։ Հիշում եք, ինչ ասաց Հիսուս կատարելության մասին։ Կատարյալ եղեք, ինչպես ես ձեր հայրը կատարյալ եմ։ Աստված ուզում է, որ մեզ տեսնել միաբան, Աստված ուզում է մեզ տեսնել միակամ, չէ՞ որ Աստված միավորում, միասնական է դարձնում բոլոր մարդկանց, չարն է, որ բաժանումներ է մտցնում մարդկանց հարաբերությունների մեջ։ Թույլերը միաբանվելով դառնում են ուժ, իսկ հզորները անմիաբանությամբ թուլանում են։ Ուրեմն Պողոսը իր խոսքում ասում է, հորդորում է, որ ողջ մնանք, հաստատուն լինենք, մխիթարվենք, միաբան լինենք, խաղաղություն անենք, և խաղաղության և սիրո Աստվածը մեզ բոլորիս հետ թող լինի։ Այս խոսքերը կարծես այսօր հայերիս է ուղղված, գոտեպնդելու և մխիթարելու ամենքիս։ Սիրելիներ, մենք իրավունք չունենք թուլանալու։ Մենք չենք կարող թևաթափ լինել, որքան էլ որ ծանր լինի մեր ազգին եկած պատուհասները։ Հայը իր պատմության մեջ շատ է տեսել և շատ է ճաշակել թշվառություններ, սով, եղեր, տարատեսակ դժբախտություններ, սակայն մեր միշտ գտել ենք մեր մեջ ուժ, գտել ենք կորով, ոտքի ենք կանգնել և լավատեսությամբ քայլել ենք դեպի առաջ։ Թվում է, թե բոլոր դռները փակ են մեր ազգի առաջ։ Թվում է, թե անելանելի կացության մեջ ենք հայտնվում, կորած է ամեն բան, բայց բոլոր փակ դռներից անդին այն կողմ մեզ համար բաց է երկնավոր Տիրոջ բացած լայն դուռը։ Մենք պարզապես պետք է տեսնենք, գտնենք այդ դուռը և շարժվենք այդ դռնով։ Շատ ավելի անասելի և ծանր ժամանակներ է տեսել մեր ազգը, գրեթե վերանելու աստիճան անդունդի եզրին հասնելով, բայց գտել ենք, տեսել ենք Աստծո բաց ելքի դուռը և դուրս ենք եկել փակ ուղիներից և փառք Աստծո, կարճ ժամանակ հետո վերակառուցել ենք, վերաիմաստավորել ենք և մեր տունը և մեր կյանքը։ Մեր կյանքում ամեն բան անցողիկ է և լավը և վատը կյանքում շատ հարաբերական է։ Ամեն ինչ անցողիկ է, երջանկությունն էլ է անցողիկ, դժբախտությունն էլ է անցողիկ, ինչն է հավերժական, բոլորս գիտենք դրա մասին, հավերժական է Աստված։ Տեսնենք հավիտենական այդ գնացքը, ընթացքը, որովհետև եթե ամեն ինչ մեր կյանքում ենթակա է փոփոխման, միայն Աստված և հավերժական է և նա անփոփոխ է։ Աստված և Աստծո խոսքը չի փոխվում երբևէ, չի փոխվել երեկ, չի փոխվում այսօր, վաղը անփոփոխ է լինելու։ Մեզ պետք է ինքնամաքրում, հոգևոր մաքրագործում, մեր անձերի քննում և մեղքերից ձերբազատում։ Հավատացեք, այս է մեր փրկության միակ ճանապարհը, այլապես ձախողում ենք։ Քննեք ինքներդ ձեզ ու տեսեք, թե նույն հավատքի մեջ եք, Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգանք։ Ուրեմն ողջ եղեք, ինչպես ասում է առաքյալը, հաստատուն մնացեք, մխիթարվեք, միաբան եղեք, խաղաղություն ունեցեք և խաղաղության և սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ, այժմ է միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։